Բերել եմ ամենաթեթև ու նուրբ թխվածքի բաղադրատոմսը, որը պատրաստելուց հետո մի քանի ժամում անհետանում է։ Չմոռանաք հետևել էջից հետագա հեշտ ու համեղ բաղադրատոմսերը բաց չթողնելու համար։ Ձուն և շաքարավազը լավ հարում ենք, ապա ավելացնում մեղրը և կարագը։ Զանգվածը տեղափոխում ենք գոլորշու վրա։ Կարագը հալվելուց հետո ավելացնում ենք սոդան և շարունակում հարել գոլորշու վրա այնքան ժամանակ, մինչև զանգվածը մի փոքր մքանի։ Հանում ենք գոլորշու վրայից և աստիճանաբար ավելացնում ալյուրը, մինչև ստանանք փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։ Խմորը տեղափոխում ենք սառնարան առնվազն 2 ժամով, իսկ հնարավորության դեպքում ամբողջ գիշեր։ Այնուհետև խմորը բաժանում ենք շերտերի, բացում և թխում 180 աստիճան նախապես տաքացված ջրոդում, մինչև վարդագույն դառնալը։ Ժելատինը թրջում ենք ջրով և թողնում մի կողմ։ Ձվի սպիտակուցները հարում ենք աստիճանաբար ավելացնելով շաքարավազը, մինչև ստանանք կայուն բեզե։ Ավելացնում ենք վանիլին և թողնում մի կողմ։ Ժելատինն արդեն ուռած վիճակում տաքացնում ենք մինչև հալվելը, չթողնելով որ եռա, ապա վերցնում կրակից։ Շարունակում ենք բեզեն հարել, քիչ-քիչ ավելացնելով ժելատինային զանգվածը։ Կրեմը պատրաստ լինելուց հետո շերտերը միացնում ենք հաստ շերտով կրեմով, իսկ վերջում թխվածքը պատում ջնարակով։ Կրեմը պետք է օգտագործել անմիջապես հարելուց հետո։